Բարի երեկո, եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Աշխարհին մանկան մաքրություն է պետք։ Ինչ են երազում մանուկներն ու ինչպես են փորձում ծնողներն իրականացնել փոքրիկների երազանքը գոնե մանուկների միջազգային օրը։ Երեխաների գերագույն իրավունքը ընտանիքում մեծանալն է, փրկություն հաշմանդամ երեխաների ու երիտասարդների կենտրոնն օգնում է նաև ծնողին չմեղանչել սեփական խղճի դեմ ու չոտնահարել երեխայի այդ իրավունքը։ Ինչպես դառնալ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, հանրապետության ղեկավարից ստանալ կրծքանշան եւ 5 միլիոն դրամ պարգև։ Եթե արդեն ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործ կամ ունեք գիտական հայտնագործություն, դիմեք մրցույթի համապատասխան հանձնախմբին։ Դրանք 7-ն են։ Եվ տարածաշրջանում Պեպսի բնական հյութերն առաջին անգամ կարտադրվեն Հայաստանում։ Ինչ կտա մեր տնտեսությանը Պեպսի Կոլա Բոտլեր Հայաստան նոր գործարանը։ Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, հունիսի 1-ը նշվում է ամբողջ աշխարհում։ 1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցավ երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ էլ ամռան առաջին օրը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Մանուկների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած երեխայի իրավունքների հռչակագիրն ու ավելի ուշ երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության մանուկները համարվեցին խոցելի հատուկ խումբ։ Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 92 թվականին, որից հետո 96-ին ընդունվել է երեխայի իրավունքների մասին օրենքը։ Իդեպ փոքրիկների ամենաանմեղ երազանքներից մեկն էլ արդեն առավել մատչելի կլինի ծնողներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող Պեպսին արդեն Երևանում է։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված ու ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսանքագծերով համալրված Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերության Պեպսի Կոլա Բոտլեր Հայաստան գործարանի բացման արարողությանը ներկա է եղել նաև նախագահ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին։ Դրանց համաձայն գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կարտահանվեն հարևան ու Միջին Ասիայի երկրներ։ Մասնագետների հավաստմամբ հայկական Պեպսիի որակը շատ լավն է, ինչը պայմանավորված է մեր ջրի առանձնահատուկ համով ու բարձր որակով։ Տարածաշրջանում միայն Հայաստանը չուներ Պեպսի արտադրող գործարան, բաց լրացված է։ Այսուհետև նաև հայ սպառողը հնարավորություն ունի հայկական արտադրության Պեպսի վայելել։ Համաշխարհային ճանաչում ունեցող PepsiCo կազմակերպության չափանիշներով կառուցված, ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերության Պեպսի Կոլա Բոտլեր Հայաստան գործարանի բացմանը ներկա էր հանրապետության նախագահը։ Ձեռնարկությունն ունի 14300 քառակուսի մետր տարածք, սարքավորված է 2 հոսքագիծ, ապակե եւ պլաստիկ շշերով արտադրության համար։ Երկրի ղեկավարը շրջեց գործարանի տարածքում, ծանոթացավ հոսքագծերի աշխատանքին ու արտադրական կարողություններին։ Ապակե եւ պլաստիկե տարաներում շշալցվում է գազավորված ըմպելիքի 8 տեսակ։ Ապակե շշերով հոսքագծի արտադրողականությունը ժամում 15000 շիշ է, իսկ պլաստիկ շշի արտադրողականության հոսքագիծն ունիվերսալ է եւ ունի կես, 1 եւ 2 լիտրանոց շշերում արտադրանք թողարկելու հնարավորություն։ Գործարանի արտադրանքը կարող է լիովին բավարարել հայաստանյան շուկայի պահանջարկը։ Տիրույթը լինելու է հիմնականում Հայաստանի շուկան, սակայն կան որոշ արտադրատեսակներ, մասնավորապես վերադարձվող ապակյաշշով արտադրատեսակը, ինչը չի արտադրում Վրաստանում։ Մենք այդ արտադրատեսակները արտահանելու ենք Վրաստան։ Բացի դրանից, մինչև տարվա վերջ նախատեսում է այս գործարանի տարածքում տեղադրել բնական հյութերի արտադրության հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա արտադրել PepsiCo-ին պատկանող բնական հյութեր, որոնց իրացման շուկան կլինի այլևս ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանը եւ ԱՊՀ տարածքի բազմաթիվ երկրներ։ Շուկայից վերադարձվող շշերն այստեղ լվացվում են, որակի վերահսկումն ըստ ընկերության բիզնես խորհրդատուի ապահովում է ջրի երաստիճան զտմանն ու մշակման ժամանակակից համակարգը։ Այս պահին ընկերությունում աշխատում է 140 մարդ, սակայն նախատեսվում է բիզնեսի ընդլայնման ծրագրեր իրականացնել եւ աշխատակիցների թվականակը հասցնել 250-ի։
Ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 22 միլիոն եվրոյի ներդրում։ Այդ ներդրումների հաշվին իրականացվել են եւ կապիտալ շինարարական աշխատանքներ, կառուցվել է հիմնովին նոր այս գործարանը եւ նաեւ ձեռք են բերվել եվրոպական նորագույն սարքավորումներ։ Ընդ որում նորագույն սարքավորումները դրանք ոչ միայն հիմնական արտադրության մեջ են, այլ նաեւ օժանդակ արտադրության մեջ, իդեալական նորագույն եվրոպական սարքավորումներ, որոնք այսօր պատիվ կբերեն նույնիսկ արևմտյան շատ ընկերություններին։ Հայաստանյան գործարանի բացումն ի դեպ որևէ կերպ չի անդրադառնա գազավորված ըմպելիքների ապրանքատեսակների շուկայական գնի վրա։ Գործարանի բացումը պարզապես կկրճատի ներմուծումը, կմեծացնի արտահանման հնարավորությունը։ Ներկայությամբ գործարանն արդեն իսկ պայմանագրեր է կնքել շուրջ 7000 հաճախորդի հետ։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Երևանում է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, այսօր նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին, ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական ու արդյունավետ օժանդակության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող Համաշխարհային բանկի ծրագրերի ընթացքին, համագործակցության առաջիկա ծրագրերին։ ԱՊՀ երկրների կապի նախարարներ, օպերատորներ ու պրովայդերներ Երևանում մասնակցել են կապի տարածաշրջանային գործակցության կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 44-րդ նիստին։ Վաղը նախատեսված է ԱՊՀ անդամ երկրների տեղեկատվայնացման հարցերով համակարգող խորհրդի 17-րդ նիստը։ Նիստի շրջանակում մարվեցին ու շրջանառության մեջ դրվեցին Հայփոստի թողարկած կապի տարածաշրջանային համագործակցության 20-ամյակին նվիրված Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելարուս նամականիշներ։ Կապի նախարարներն ու մասնագետներն այսօր քննարկել են ռադիոկապի, փոստային ծառայությունների, արբանյակային կապի եւ էլեկտրակապի զարգացմանն առնչվող հարցեր։ Այս տարի առաջին անգամ խորհուրդն անդրադարձել է ռոումինգ հեռախոսակապի գների մատչելիության ապահովմանը։ Երկու հիմնական ուղղություն ունի, դա առաջի մեր բնակչության խնդիրն է, երկրորդ դա մեր օպերատորների, որոնք մատուցում են ծառայությունը, այսինքն այնպիսի իրավիճակ պետք է գտնենք, որ մատչելին թե ազգաբնակչությանը եւ չխանգարի բիզնեսի նաեւ օպերատորների համար։ Բայց առաջ մենք բոլորս գիտենք, որ օպերատորները համարյա բոլոր երկրներում, ԱՊՀ երկրների եւ մասնակից երկրների մասնավոր են։ Նշանակում է ինչ-որ խոսակցություն ստերի եւ ինչ-որ լուծումներ գտնելու սկիզբը պետք է արդյոք փորձենք դնել։ Շատ հարցեր կան, որոնք կարևոր են մեր երկրների համար։ Դրանք փոստային, ինտերնետային, էլեկտրոնային կառավարմանն առնչվող հարցերն են, որոնք պիտի քննարկենք։ Իհարկե կան նաև հարցեր, որոնց առնչությամբ պետք է կարողանանք լուծումներ գտնել միջազգային ասպարեզում միասնական հանդես գալու համար։ Մայիսին հայաստանյան խանութներում ու շուկաներում ապրանքներն ունեցել են գների գրեթե նույն մակարդակն, ինչ ապրիլին հաշվել են ազգային վիճակագիրները։ Անցած տարվա մայիսի դրությամբ թանկացումներն 9% են, իսկ տարեսկզբի համեմատ ունենք 5% գնաճ։ Սննդամթերքի ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գներն ամիսը 3 անգամ գրանցող վիճակագիրներն այսօր հայտարարել են։ Թանկացած մթերքների շարքը երկրում գլխավորում են կարագը, մածունը, մսեղենը, շաքարավազը, կենդանական եւ բուսական յուղը, սուրճ, թեյ, կակաոն, նաեւ հրուշակեղենը։ Տարվա բերքն արդեն շուկա է մտնում, էժանացել է լոլիկը, գլուխսոխը, խառը կանաչին, վարունգիգին իջել է արդեն իսկ 60%-ով։ Շոկերը մոտենում են, նաեւ ձուկն է էժանացել։ Դեռևս կտրուկ անկում չկա կարտոֆիլի, կաղամբի, գազարի դեպքում։ Ոչ պարենային ապրանքների ցուցակից համաշխարհային սակարաններում թանկացած վառելիքը Հայաստանում բենզինի գինը բարձրացրել է ավելի քան 13, դիզելինը 21.6%-ով։ Ծառայությունների շուկայում նկատելի է հիվանդանոցային բուժման գների ավելացում։ Դա մասնագետները բացատրում են առողջապահության համակարգում համավճարի կիրառմամբ։ Վճարվող գումարները փաստացի չեն ավելացել, բայց ստվերից դուրս են եկել։ ԱՊՀ երկրների համեմատ գների մակարդակով ընդհանուր առմամբ վատ վիճակում չենք, ասել է վիճակագրության մասնագետը։ 2011 թվականի ապրիլին 10 թվականի դեկտեմբերի համեմատ 4 ամսակտրվածքով Հայաստանում արձանագրվել է 5% գնաճ, ԱՊՀ երկրների շրջանակում առավել գնաճ նշված ժամանակահատվածում արձանագրվել է Բելարուսում 10.9%-ով, Ղրղստանում 6.8%-ով, հարևան երկրում Վրաստանում 4.8%-ով, Ռուսաստանում 4.3%-ով, ինչպես տեսնում եք, Հայաստանը կարելի ասել միջանկյալ դիրքում է այս հատվածում։
Հայաստանի շուկան փոքր է, մոնոպոլիաներից խուսափելը դժվար, բայց գերիշխող դիրք չարաշահած բիզնեսն էլ պետք է տուգանքներից չխուսափի, ասում է տնտեսագետ պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Հանրապետական պատգամավորը կանխատեսումներ է արել նաև ներքաղաքական ներդաշնակ զարգացումների վերաբերյալ։ Այնինչ Հայաստանի նախագահն առաջարկում էր 3 տարի առաջ տվեց իր դրական պտուղները, ասել է Մինասյանը։ Նա ցանկալի է համարում իշխանություն-ընդդիմություն լարված հարաբերությունները, որոնք ցնցումների չեն տանում, հակառակը նպաստում են, որպեսզի իշխանություններն ավելի լիարժեք կատարեն իրենց պարտականությունները։ Հանրապետական պատգամավորն ընդդիմություն իշխանություն երկխոսության համար բազմաթիվ թեմաներ է տեսնում՝ սոցիալական խնդիրներից մինչև կոռուպցիայի ու չարաշահումների բացահայտումներ։ Արտահերթ ընտրությունների թեմա ըստ Մինասյանի չի կարող լինել երկխոսության օրակարգում։ Արտահերթի համար օբյեկտիվ պատճառներ չկան։ Դա անիրականանալի է, ասել է Մինասյանը։ Այդ երկխոսությունը ապագայում տեղի կունենա, ես ենթադրում եմ, որ այդ երկխոսության համար կընտրվի երկուստեք ընդունելի տրամաբանական օրակարգ, եւ ես կարծում եմ, որ այդ ընթացքով մենք գնանք եւ կիրականացնենք եւ խորհրդարանական ընտրությունները օրենքով սահմանված ժամկետում եւ նախագահական ընտրությունները եւ այս իրավիճակում, այս մթնոլորտում, այս առողջացման մթնոլորտում մեր եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կլինեն շատ ավելի բարձր գնահատականի արժանի ինչպես դրսում եւ որ ավելի կարեւոր է ներսում։ Իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ընդդիմության առաջ քաշած խնդիրներին, ասել է ազգային ժողովի նախագահը։ Նա նաև շատ ողջունելի քայլ է համարել նախորդին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հակառաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանության հետ ֆորմալ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Թե երբ կսկսվի երկխոսությունն ու ինչ ձևաչափով, հանրապետության նախագահի որոշելիքն է, ասել է Հովիկ Աբրահամյանը։ Իմ կարծիքով հանրապետության նախագահը կգնա այդ քայլին եւ կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը իհարկե համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության մեր ժողովրդի շահերից։ Իր երիտասարդ գործընկերների հետ խորհրդարանի նախագահը զրուցել է օրենսդիրի աշխատանքի նրբությունների մասին։ Երիտասարդական խորհրդարանի անդամներին ավագ գործընկերը հորդորել է գիտակցել ողջ պատասխանատվությունը, որ դրվում է իրենց ուսերին, եւ աշխատել այսօր մտածելով վաղվա մասին։ Պատգամավորի առաջին փաստաթուղթն էլ երիտասարդները ստացել են խորհրդարանի նախագահից։ Երիտասարդների մուտքը խորհրդարան ողջունեց եւ նրանց պատգամավորական մանդատներ հանձնեց ազգային ժողովի նախագահը։ Վստահ եմ, որ երիտասարդական խորհրդարանը կդառնա նոր գաղափարների ասպարեզ, նոր նախաձեռնությունների շտեմարան, որոնց ընթացք կտա նաեւ ազգային ժողովը, ասաց Հովիկ Աբրահամյանը, երիտասարդներին մաղթելով ակտիվ աշխատանք բազմակարծության մթնոլորտում։ Սիրելի երիտասարդներ, ես ցանկանում եմ, որ դուք երիտասարդական խորհրդարանին մոտենաք այն մարդու հոգեբանությամբ ու տեսանկյունից, ով իրեն պատրաստ եւ ի վիճակի է համարում ինչ-որ բան անել նախ եւ առաջ իր երկրի ու ժողովրդի համար։ Իրենց խորհրդարանական գործունեությունը երիտասարդներն սկսեցին հանրապետության օրհներգով, տերունական աղոթքով եւ երդման արարողությամբ։ Ավանդույթի համաձայն առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ավագ անդամը։ Այս դեպքում այդ տարիքը 28-ն է։ Հանուն համազգային նպատակների իրականացման Երիտասարդական խորհրդարանի 131 անդամներից 39-ը ազգային ժողովի խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են, ըստ այս խորհրդարանի կուսակցական համամասնության, ինքնառաջադրման կարգով 22 անդամ ազգային ժողովում չներկայացված կուսակցություններից եւ ստեղծագործական ու հասարակական կազմակերպություններից, 50 անդամ պետական ու ոչ պետական բուհերից եւ 20-ը մարզերը ներկայացնող անհատ քաղաքացիներ են։ 20% քվոտա հատկացված է իքական սեռին եւ 3% ազգային փոքրամասնություններին։ Ազգային ժողովի իրավասության ոլորտներով այստեղ եւս գործում է 12 հանձնաժողով։ Տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչն արդեն տնտեսական օրենքների մի ամբողջ փաթեթ է պատրաստել։ Նախաձեռնությունների փաթեթ արդեն կա, որոնք սեպտեմբեր ամսին պատրաստվում են կամպանիան ներկայացնել քվեարկության։ Հանձնաժողովներն աշխատել են Երևանից։ Երիտասարդական պարլամենտարիզմի 2 օր եւ ընդդիմությունն արդեն ակտիվ քննադատում է։ Առաջին հարցը, որ բարձրացնելու է դաշնակցության ներկայացուցիչը, հանձնաժողովների նախագահների ընտրության եւ դրանցում իշխող կուսակցությունների գերակշիռ ներկայության հարցն է լինելու։ Իհարկե կան նաև ոչ կուսակցականներ, բայց գերակշռում են իշխող կուսակցության կոալիցիոն կազմավորումները եւ լավ կլիներ, որ մյուս անկուսակցականներին եւ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին նույնպես որոշակի քվոտաներ եւ տեղեր տրվեին հանձնաժողովներում եւ աշխատանքների ընթացքում։
Իսկ ընդհանրապես երիտասարդներին ոգևորել է խորհրդարանական հարթակը, նրանք պատրաստվում են բուռն գործունեության։ Այն բոլոր մարդիկ, ովքեր թերահավատորեն էին մոտենում այս գաղափարին, ամեն ինչ անելու ենք, որ շատ մոտ ապագայում իրենք հասկանալու են, որ այդքան էլ ճիշտ չեն եղել։ Երիտասարդների օրակարգում այսօր երկու հարց էր, հաստատեցին իրենց խորհրդարանի գործունեության եւ հաշվի չանձնաժողովի կարգը, հաջորդ նիստը սեպտեմբերին է։ Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Աշխարհին մանկան մաքրություն է պետք։ Միշտ արդիական այս տողերն ավելի հաճախ հնչում են երեխաներին նվիրված օրերին, այնինչ դրանց մեջ մեծագույն ճշմարտություն կա։ Մեծ աշխարհի փոքրիկ մարդիկ շատ հաճախ մեծերից ավելի սթափ են դատում, ճշմարտախոս են, դիպուկ ու չեն շողոքորթում։ Դեռ փոքր են։ Ու շատ դեպքերում մեծերը պետք է ապրեն կյանքի հենց նրանց կանոններով։ Հունիսի 1-ը երեխաների օրն է։ Հինգ տասնյակ սուր աչքերի փնտրտուքի արդյունքները լուսանկարների տեսքով հայտնվել են Սիրահարների այգու ծառերին։ 100 ակնթարթների հեղինակները տարբեր հայացքներով կոչ են անում։ Պաշտպանեն երեխաներին ոչ միայն տարվա մեկ օրը։ Գոհար Լալայանի աչքն ու լուսանկարչական օբյեկտիվը ֆիքսել են միայն փոքրիկներին։ Տխուր թե ուրախ, երազող թե սպասող, նրանք բոլորն էլ օրվա հերոսներն են։ Ես ուզում եմ դառնալ պարուհի, թռչել։ Ես ուզում եմ դառնալ երգչուհի։ Ես ուզում եմ դառնալ լողորդ եւ պարուհի։ Կարլսոնը եւ գերմանական տիկնիկը անցյալում են փոքրիկների ցանկությունների գրքում Վինքսն է, Hello Kitty-ն եւ համակարգիչը, այն էլ իսկական։ Մի հատ կապիտր ունեմ տանը խաղալիքա, մնում է երկրորդս։ Սիմոն Հարությունյանը 2 տարեկանից մանկական երազանքներն ու հեքիաթային հերոսները մի կողմ է դրել, բակիչնում է հազվադեպ։ Նրա զբաղմունքն ու իդեալները տան պատերին են։ Բնակարանի 4 բոլորը աշխատանքային տարածքն է։ Նորոգել հարկավոր չէ։ Պարբերաբար Սիմոնը թարմացնում է աշխարհի վարչաքաղաքական քարտեզները ու ամեն օր մտքով շուրջերկրյա ճանապարհորդության դուրս գալիս։ Վրաստան։ Սա։ Ֆիլիպիններ։ Սա։ Կիպրոս։ Սա։ Եմեն։ Մեկ առ մեկ եւ գետերով ու լճերով նա կարող է թվարկել ամբողջ երկրագունդը, հայրիկի պատմելով եւ հեռուստատեսային հաղորդումների միջոցով հասկացել է, կա մի երկիր, որ պետք է այցելի, նույնիսկ քարտեզի վրա հատուկ նշել է, հոր ցանկությունն է, որ որդին տեսնի այս գունավոր թղթերի իրական պատկերները։ Հակառակ դեպքում նրա համար երկրները, ջրվեժները, ծովերն ու անապատները քարտեզ են թվում։ Փարիզ։ Փարիզ։ Իսկ ինչ կա Փարիզում, որ ուզում ես տեսնել։ Էդիշն է։ Ամեն ինչ սկսվեց հուշարձաններից, հիշողությունը գերազանցեց հոր սպասելիքները ու արդեն անցան ավելի բարդ թեմաների։ Վաղ առավոտյան արթնանում է ու ամեն ինչ սկսվում է նորից, զբոսանք տեսարժան վայրերով։ Կայժ Մարտիրոսյան։ Ո՞վ է քանդակի։ Լևոն Տոկմաչյանը։ Սա մասնն է։ Ռուսիայի բնակչության արդյուն։ Որտեղ է։ Կաբուզյան։ Ծառատուլյան Ենգի Բայրամ։ Սավը։ Գողավիտիկ Սավակյան։ Սավը։ Հերոս Պեպո կոմայքում։ 5 տարեկան Սիմոնն արդեն հայտնվել է հայկական Գինեսի գրքում։ Ցուցանագրքի կրկնակի ռեկորդագիրը հիմա էլ հավակնում է աշխարհի Գինեսի գրքի հերոս դառնալ։ Հայտը ուղարկել են Մեծ Բրիտանիայից, սպասում են պատասխանի։ Այբուբենը սերտել է, գրում կարդում է, սիրում է օպերա լսել, հատկապես անուշը, գիտի բոլոր տենորներին ու հայտնի դեմքերին, անուն առ անուն։ Աշխարհի ամենափոքր պետությունը։ Վատիկան։ Աշխարհի ամենամեծ մայրցամաքը։ Եվրասիա։ Աշխարհի ամենամեծ լիճը։ Կասպից ծովը։ Աշխարհի ամենաերկար տրոլեյբուսի գիծը։ Կելտայդ միջև Սիմֆերոպոլ։ Երկրագնդից մինչև Արեգակ, միջին տարածությունը։ 149,600,000 կիլոմետր։ Արդեն որոշել է կդառնա շախմատային արքա, ինչպես Տիգրան Պետրոսյանը, սակայն ինչպես բոլոր փոքրերը Սիմոնը բացի Գինեսի ռեկորդագրի տիտղոսից մանկական երազանքներ ունի։ Այսօրվա համար դեռևս խաղալիք ինքնաթիռ, այն էլ թռչող։ Գոհար Մանուկյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Փրկություն հաշմանդամ երեխաների ու երիտասարդների կենտրոնն իսկական փրկություն է ծնողների համար։ Կենտրոնի սաներն առավոտից երեկո անցկացնում են այնտեղ, հետո տուն վերադառնում, այդպիսով կենտրոնը նպաստում է, որ ծնողներն իրենց երեխաներին չհանձնեն մանկատուն։ Կենտրոնի սաները մտավոր խնդիրներ ունեն, բայց դա նրանց չի խանգարում տարբեր արհեստներում մասնագիտանալ։ Այստեղ կարևոր են համարում երեխայի պատանու զբաղվածությունը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց հասակակիցների պես կարող են դրսևորել իրենց կարողությունները։ Հունիսի 1-ը նրանց հետ է անցկացրել տիկին Ռիտա Սարգսյանը։
Մեծ ու համերաշխ այս ընտանիքում բազմաթիվ շնորհալիներ կան։ Ոմանք զբաղված են դիզայնով ու նկարչությամբ, ոմանց գրավում են ձեռագործն ու ապլիկացիան, իսկ օրինակ Ալիքն արդեն 4 տարի բացահայտում է խեցեգործության գաղտնիքները։ Նա արդեն գավաթների մեծ հավաքածու ունի։ Համբերության գավաթն է։ Սա ինձերքով եմ պատրաստել։ Փրկություն հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնը մայրաքաղաքում միակն է, որն ապահովում է 60 հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքը, կիսելով նրանց ծնողների հոգսը։ 11-ից մինչև նույնիսկ 30 տարեկան սաներին այստեղ սպասում է մանկավարժների, հոգեբանների, արատաբանների հմուտ կազմ, որը կազմակերպում է նրանց հարուստ առօրյան։ Ու քանի որ իր բնույթով կենտրոնը բացառիկ է, հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը օրվա բազմաթիվ հրավերներից նախընտրեց հենց այս մեկը։ Փրկություն կենտրոնն իր այցելուներին միշտ է ապացուցել, մտավոր խնդիր ունեցող երեխան նույնպես կարող է ուրախ մանկություն ունենալ։ Էքսկուրսիաներ պարտադիր ենք գնում, այգիներ, կարուսելներ, ամեն ինչի մենք գնում ենք, որպեսզի հանրությունը տեսնի, որ մտավոր խնդիր ունեցող մարդը կարող է շատ հանգիստ օգտվել ամեն ինչից եւ ոչ մեկին չնեղացնել, այլ հակառակ կարող են իրեն նեղացնել։ Փրկություն կենտրոնի սաների օրվա առաջին կեսը տրամադրվում է կրթությանը։ Ճաշից հետո արդեն նրանք սկսում են զարգացնել իրենց հմտությունները, իսկ երեկոյան վերադառնում ընտանիք, ինչն էլ կենտրոնի գլխավոր նպատակն է։ Երեխաների գերագույն իրավունքը ընտանիքում մեծանալն է։ Եթե հանկարծ այս կենտրոնը չլինի, ուրեմն ծնողները պիտի թողեն աշխատանքը, նստեն իրանց խնամեն կամ հանձնեն մանկատուն։ Ես ուզում եմ տեսնեմ Հայաստանը առանց մանկատների։ Կենտրոնում նույնիսկ ապագա մարզիկներ են ձևավորվում։ Սուրենն անցյալ տարի Վարշավայում կայացած վազքի հաշմանդամների Եվրոպայի առաջնության հաղթողն է։ Հաջորդ հարթակը համաշխարհային ստուգատեսն է։ Եթե հետև չեն այ, մինչև այդ վազել եմ, չեմ թողում մեկը առաջ հնգնի նոյ հետ, ես մի անգամից վազել եմ։ Տիկին Սարգսյանի հետ միասին կենտրոն էր եկել Արևիկ անսամբլը։ Ուրախ հանդիսությանը գումարվեցին նվերները Ռիտա Սարգսյանի կողմից կենտրոնի սաներին եւ նրանց կողմից սպասված հյուրին։ Արդեն 12 տարի գործող կենտրոնի սաների մեջ բազմաթիվ են նրանք, որոնք 12 տարի շարունակ օրվա հիմնական մասն անցկացնում են այս միջավայրում, այնտեղ որտեղ իրենց կրթվելու, զարգանալու, զվարճանալու իրավունքները միշտ պաշտպանված են։ Զարուհի Արզումանյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Տավուշի մարզի 6 ծննդատներ այսօր շատ սպասված նվեր ստացան առաջին տիկին Ռիտա Սարգսյանից նորածնային բաժանմունքները ապահովվեցին նորածնի շնչառական մշտադիտարկման սարքերով, որոնք անհրաժեշտ են նորածինների շնչառությանը հետևելու եւ ծագած խնդիրներն արագ կարգավորելու համար։ Իջևանի բուժ կենտրոնի այսօրվա 5 նորածիններն ու նրանց մայրիկներն էլ նվերներ ստացան մարզպետարանից ու քաղաքապետարանից, ընդ որում փոքրիկներից երկուսը երկօրյակ քույրեր են։ Հատկապես ամառային արձակուրդներին, երբ երեխաները ավելի շատ բակիչներ ու ժամանակ ունեն, դրանց բարեկարգման խնդիրը շատ կարևոր է, այդ մասին հոգ են տանում քաղաքապետարանն ու Փյունիկ հիմնադրամը։ Հիմա կարգի են բերվում մայրաքաղաքի բակերը, հետո ծրագիրը կուղևորվի մարզեր։ Յուրաքանչյուր բակ պետք է ունենա մանկական խաղահրապարակ, այս նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի տարբեր համայնքներում խաղահրապարակներ կառուցելու եւ մարզական սարքավորումներ տեղադրելու գործին։ Փյունիկ հիմնադրամն օրինակ այդ աշխատանքներն իրականացնում է արդեն 3-րդ տարին։ 250 Երևանի մեջ պիտի դեղավորվի աստեսագի բակերը, որում արդեն գարձեմ թե գեսը արդեն դեղավորված են։ Հիմնադրամի պատվավոր նախագահն էլ հավելում է, որ այս գործում միայն Երևանով չեն սահմանափակվելու։ Ատրակցիոնները արդեն սկսել են տրամադրել նաև մարզերին։ Խաղալու ընթացքում հնարավոր է, որ ջարդվի եւ այլը, դա խնդիր չէ։ Այսինքն շարունակական են անում, ու անդադ թարմացվի եւ այլը։ Այսինքն եթե կոտրվեց նորը կտեղ։ Իհարկե, միանշանակ։ Այս պահին գույքագրել ենք 386 բակային տարածք, որը այս պահին պատրաստ է, այսինքն մաքրած է, ավտոտնակ չկա։ Տեղադրել են 48-ը, մոտ ժամանակներս բառացիորեն 2 շաբթի օրվանից եւս 600 հատ մեծ երեխաների եւ սպորտային տրենաժորներ ենք տեղադրելու բակային տարածքներում, եւ դեն շարունակական գնալու են։ Քաղաքապետը խոստանում է, որ հետևողական է լինելու սկսած գործի շարունակականությունն ապահովելու հարցում։ Ավելին խաղահրապարակների խոտածածկույթը մաքուր եւ խնամված պահելու համար քաղաքապետարանը 1000 խոթհնձիչ է գնելու եւ տրամադրելու է մանկապարտեզներին, դպրոցներին ու համայնքներին։ Շատ հաճելի է, կարծում եմ բոլոր երեխաները շատ ուրախ են, այսօր իրենց տոնն է եւ երեխաները, չգիտեմ, իսկապես շատ ուրախ են, էլի։ Շատ հաճելի, շատ երեխաների համար հարմարավետ վայր։ Նախաձեռնողները վստահեցնում են, որ ամեն ինչ արվելու է մանուկ երևանցիների օրն առավել հետաքրքիր եւ ուրախ կազմակերպելու համար։ Հայկ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան, Հայլուր։
Հունիսի 1-ին սեպտեմբերին առաջին անգամ դպրոց գնալ պատրաստվող երեխաների համար ընդունելության տոն էր կազմակերպել Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը։ Երեխաներին ընդունել են փուչիկներով, ծաղիկներով, երկու ներկայացրել նրանց ապագա առաջին ուսուցիչներին։ Ապագա աշակերտներին ներկայացվել է նաև դպրոցի պատմությունը, որն իր նվիրական գործով գրել է նաև դպրոցի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հարությունյանը։ Դպրոց գնալ պատրաստվող մանուկները դեռ շատ ժամանակ ու շատ բան ունեն իմանալու կրթօջախի նվիրյալներից, իսկ մինչ այդ նրանք պետք է իմանան, որ դպրոցում պաշտպանվելու են իրենց բոլոր իրավունքները։ Դպրոցը այն տեղերից մեկն է, որտեղ հիմնավորապես պաշտպանված են երեխաների բոլոր իրավունքները, որտեղ դպրոցներում աշխատում են մանկավարժներ եւ նրանց գործի հիմնական բովանդակությունը երեխաների իրավունքների պաշտպանությունն է։ Նրանց տալ սովորելու իրավունք, կրթվելու իրավունք, դաստիարակվելու իրավունք եւ մնացած բոլոր իրավունքների պաշտպանությունը։ Երևանի 44-րդ դպրոցն այս հավաստիացումով եւ տոնակատարությամբ ընդունեց սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց գնալ պատրաստվող երեխաներին։ Երկու պարով, ծաղիկներով ու փուչիկներով դպրոցն ընդունեց ապագա սաներին, նրանց ծանոթացրեց ապագա առաջին ուսուցիչների հետ, ներկայացրեց կրթօջախի ավանդույթներն ու դրա պատվաբեր պատմությունն իրենց նվիրումով գրած մանկավարժներին։ Նրանցից մեկը դպրոցի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հարությունյանն է, որի արմատավորած ավանդույթները կենսունակ են մինչև այսօր։ Ասել թե դպրոցը չի փոփոխվել սուտ կլինի, որովհետև այսպես թե այնպես արդեն 21-րդ դարում ենք եւ ժամանակը թելադրում է իրենը, բայց չես կարող առաջ գնալ առանց ետ նայելու, որտեղ մենք նախկինում ունեցել ենք հրաշալի դպրոց, հենց մեր դպրոցը 44 դպրոցը շատ լավ ավանդույթներով եւ բովանդակությամբ հարուստ դպրոց է եղել։ Երբ ես ընդունել եմ դպրոցը 13 տարի առաջ, առանց ծանոթ լինելու նախկին տնօրենին, իր արած գործով ծանոթացել եմ այդ ամենին ու իրենից վերցրել եմ այն ամեն լավը, որի հիմքի վրա ստեղծել եմ այսօրվա դպրոցը, շարունակել եմ ավելի շուտ այդ գործը։ Կրթօջախն այս տարի կտոնի 65-ամյակը, 65-ամյա ավանդությամբ կրթօջախն իր սաներին այսօր էլ ընդունեց ընտանեկան ջերմությամբ եւ ծնողի հոգատարությամբ, նրանց հնարավորություն տալով զգալ ինչպես տանը։ Դպրոցի օրհներկի հնչյունների ուղեկցությամբ կրթօջախի այսօրվա ու ապագա սաները կավճանկարներով խոսեցին իրենց ցանկությունների ու երազանքների մասին։ Զգում կախարդական փայտիկ ունենալ։ Որ ինչ անես։ Որ ես լավ աշակերտ դառնամ, էլի որ ես լավ աշակերտ եմ, լինեմ մասնակցեմ բոլոր մրցույթներին եւ այլ բաներ։ Եվ հաղթես, չէ՞։ Ուզում եմ աշխարհի բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Երեխաներն իրենց երջանկության բաժինը դեռ կգտնեն դպրոցում եւ իրենք էլ իրենց հերթին կշարունակեն այս դպրոցի պատվաբեր պատմությունը։ Լիանա Կարապետյան, Կարեն Գրիգորյան, Հայլուր։ Հաջորդ թեմայի մասին Արտադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը։ Մայիսի 31-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 328 դատապարտյալ։ Նրանցից միայն երկուսն են Աբովյան քրեակատարողական հիմնարկից, անչափահաս մյուս դատապարտյալների վրա համաներումը չի տարածվել։ Նրանց այսօր այցելել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ես ինձ վրա վստահ եմ, որ այդպիսի սխալքյանքում էլ չեն գործի, որովհետև այդ սխալի գործերով կորցնում եմ ազատությունս եւ ընտանիքս։ Զղջում, մեղքի զգացում, ափսոսանք, որ կյանքի լավագույն 5 տարիներն անցկացնելու է անազատության մեջ։ Մկրտիչն այստեղ է հայտնվել ավազակային հարձակում գործելու պատճառով։ Իմ ապագան վերնագրով շարադրությունում մկրտիչը իր ապագայի ծրագրերն է նկարագրել, չփորձելով իր անազատության համար մեղավորներ փնտրել։ Իմ ընկերները չեն որոշել, ես եմ արել, ասենք միասին որոշել ենք, միասին էլ արել ենք։ Բայց դե անգիտակցաբար ենք արել, էլի։ Դստեղ եկնենք նոր իմացել ենք, որ դա սխալ է ու զղջացել ենք մեր արարքների համար։ 8 դատապարտյալների գրած շարադրություններից մկրտիչի աշխատանքն է ճանաչվել լավագույնը։ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում այսօր բաց դռների օր էր։ Անչափահաս դատապարտյալներին ծնողներից բացի այցելել էին վարչապետն ու արդարադատության նախարարը։ Աբովյանի քրեակատարողականում իր պատիժն է կրում 17 անչափահաս երեխա, 20-ը նախնական կալանքի տակ են։ Անչափահասներն այդտեղ են հայտնվել գողության, ավազակային հարձակման եւ առանձնակի ծանր հանցագործությունների համար։ Անազատության մեջ հայտնվածների համար պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հետագայում կարողանան դառնալ հասարակության լիարժեք անդամ։ Տիգրան Սարգսյանը հենց դատապարտյալներից հետաքրքրվեց պայմաններով ու միմյանց հետ հարաբերություններով։ Ո՞նց է պայմանները ընդհանուր առմամբ։ Այդեր հարաբերությունները իրար հետ։ Քրեակատարողականում վարչապետի խոսքով անչափահասներին պետք է օժտել տարբեր հմտություններով, տալ գիտելիքներ, որ գաղութից դուրս գալուց հետո կարողանան աշխատանք գտնել։
Եթե մենք նրանց աշխատանքով չապահովենք, հավանականությունը, որ նրանք նորից կընտրեն հանցագործ ճանապարհը, բավականին մեծ է։ Այսօր դա գնահատվում է 34% կրկնակի հանցագործությունների քանակը, ինչը չափազանց բարձր է։ Տիգրան Սարգսյանին ու արդարադատության նախարարին դատապարտյալները նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները։ Վարչապետն ինքը դատարկաձեռն չէր այցելել նրանց, նվիրեց համակարգիչ հույսով, որ բանաստեղծ Քաջիկը իր տողերը կշարադրի համակարգչում։ Դատապարտյալների հետ թենիսում իր ուժերը չափեց արդարադատության նախարարը, ապա լրագրողներին տեղեկացրեց, որ պետք է հրաժարվել ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող քրեակատարողական հիմնարկների խորհրդային շինություններից։ Ներդրումներն ուղղելու են Հայաստանում շուրջ 5 քրեակատարողական հիմնարկ կառուցելուն։ Բացի շենքային պայմաններից, այդտեղ փիլիսոփայություն կա քրեակատարողական հիմնարկների եւ այն խցային տիպերի պետք է անցնել, այլ ոչ թե այս կազարմային տիպի, այս բառերը օգտագործեն, որ ավելի ընկալել լինի։ Թե անչափահասների պարագայում ամեն 17 ունենք այս պարագայում, լուրջ խնդիր չի առաջացնում, բայց չափահասների պարագայում լուրջ խնդիր է։ Համաներումն ի դեպ անչափահաս դատապարտյալներից 1-2 հոգու վրա կտարածվի։ Ըստ Հրայր Թովմասյանի, անչափահասները անազատության մեջ հայտնվում են միայն ծանր հանցագործությունների դեպքում։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Առաջին անգամ անվճար մագիստրոսական տեղեր բանակից զորացրվածների համար։ Կրթության և գիտության նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մրցույթը բանակից զորացրված դիմորդների համար ամփոփել մինչև օգոստոսի 25-ը։ Առաջնահերթությունը տալով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ուսումնառությունն ընդհատած դիմորդներին։ Որոշման մեջ առաջին անգամ պետության կողմից ուսման բարձի լրիվ փոխհատուցմամբ բանակից զորացրվածների համար հատկացվել է 99 տեղ կամ տեղերի 10%-ը, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում և դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ։ Հայրենական գրականության ու արվեստի լավագույն ստեղծագործությունները պետականորեն գնահատելու և հիշյալ բնագավառի ստեղծագործողներին խրախուսելու նպատակով ստեղծված գրականության ու արվեստի բնագավառում Հայաստանի պետական մրցանակներ շնորհող 5 հանձնախմբերը, որոնց այս տարի ավելացել են ևս 2-ը, ճշգրիտ և բնական գիտությունների ու հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախմբերը, տեղեկացնում են, որ հայտերի ընդունումն արդեն սկսված է և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև այս տարի նախորդի կրկնակին 5 միլիոն դրամ։ Ինչպես և երբ ում ներկայացնել արվեստի սեփական բարձրարժեք գործը կամ գիտական հայտնագործությունը։ Արտակ Երիքյանն է ներկայացնում։ Ինչպես դառնալ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, հանրապետության ղեկավարից ստանալ կրծքանշան և 5 միլիոն դրամ պարգև։ Եթե արդեն ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործ կամ ունեք գիտական հայտնագործություն, առաջին քայլը հայտ ներկայացնելն է մրցույթի համապատասխան հանձնախմբին։ Դրանք 7-ն են՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների։ Վերջին 2-ը մրցանակաբաշխության նորամուծություններն են։ Անվանի պրոֆեսիոնալներից կազմված 9 հոգանոց այդ հանձնախմբերը այսօրվանից սպասում են արվեստագետների ու գիտնականների հայտերին։ Մրցանակ հայցելու վերջին ժամկետը սեպտեմբերի 1-ն է։ Գրողների և հրապարակախոսների աշխատանքները կարդում և գնահատում է Լևոն Անանյանի գլխավորած հանձնախումբը։ Նա այս մրցանակաբաշխությունը համարում է ամենաժողովրդավարականը։ Բոլոր նրանք, ովքեր գրիչը ձեռքն են վերցնում եւ ինչ-որ բան են ստեղծում, գրում, անպայման իրենց պարտավորությունը պիտի զգան ներկայացնելու։ Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ստեղծագործողները, եթե միայն պատրաստ են իրենց գործերը ենթարկել դաժան քննության։ Այդ չափորոշիչները, որոնցով առաջնորդում է հանձնաժողովը, շատ խիստ են, շատ դաժան։ Հիմնական չափորոշիչը դա գրական արժեքն է։ Երաժշտության ասպարեզում պետական մրցանակի դափնեկրին ընտրող հանձնախմբի ղեկավար Արաքս Սարյանն էլ է խիստ, բայց ոչ այնքան դաժան, որքան ժամանակը։ Երաժշտության գնահատման ամենախստագույն դատավորը դա ժամանակն է։ Արաքս Սարյանի խումբը հայտեր է ընդունում ոչ միայն ստեղծագործողներից, այլև կատարողներից։ Ստեղծագործության համար կարևորը ստեղծագործական երևակայությունն է։ Ինձ համար գոնե Երաժշտության, գրականության և հրապարակախոսության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի, ճարտարապետության և քաղաքաշինության ստեղծագործությունները պետական մրցանակի կարող են հավակնել, եթե դրանք հանրությանն են ներկայացվել 2009-ի սեպտեմբերի 1-ից հետո։ Մրցանակ կարող է հայցել ստեղծագործական կազմակերպությունը կամ հեղինակն ինքը, գյուտերի դեպքում նույնը չէ։ Ոչ թե անձերն են ներկայացնում իրենց աշխատանքները, այլ
Գիտական խորհուրդներ, ակադեմիայի մեր պրեզիդիումը, գիտության կոմիտեն եւ այլ կազմակերպություններ։ Ֆիզիկոս Գրուչկյանը ցանկանում է տեսնել ակտուալ, օգտակար գյուտեր։ Գիտխորհուրդները ներկայացնեն տեղեկանք կամ գործ, որտեղ կա, որ ինչքան ակտուալ է այդ աշխատանքը, ինչ դեր է նա կատարում, ինչքան է Հայաստանի Հանրապետությանը համար դա անհրաժեշտ։ Ճշգրիտ եւ բնական, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտություններից մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն աշխատանքները, որոնք ավարտվել են 2008 թվականից հետո։ Եթե հաստատ որոշեցիք, որ արժանի եք պետական մրցանակի, ուրեմն ձեզ համար ամենաօգտակարը Հայաստանի Հանրապետություն օրաթերթի այսօրվա համարի 3-րդ էջն է։ Այստեղ դուք կգտնեք մութ մնացած հարցերի պատասխանները եւ ամենակարևորը՝ հանձնախմբերի հասցեներն ու հեռախոսահամարները։ Արտակ Երիկյան, Արմինե Ուդուբյան, Էդգար Դավթյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Նախագահ Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլետանիոյի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, մասնակցելու Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Իտալիան պատրաստվում է խոշորամասշտաբ հանդիսությունների, այդ պետությունը գրեթե այսօրվա սահմաններով ստեղծվել է 150 տարի առաջ։ Մինչև 1861 թվականը արվեստների հայրենիքը համարվող այդ երկիրը մասնատված էր բազմաթիվ մանր իշխանապետությունների, սակայն դեռ 19-րդ դարում սկիզբ առած ազգային շարժումն ի վերջո պսակվեց Իտալիայի միավորմամբ։ Միավորման պայքարի կամ ինչպես իտալացիներն են ասում, Ռիսորջեմենտոյի ոգեշնչողներն են Ջուզեպպե Գարիբալդին եւ Ջուզեպպե Մածնինին։ Հռոմը նորաստեղծ պետությանն է միացել ավելի ուշ 1870 թվականին։ Կաթոլիկ քահանայապետի իշխանությունը սահմանափակվեց միայն հավերժական քաղաքի մեկ հատվածում Վատիկանում։ 1946 թվականին անցկացված հանրաքվեով Իտալիայում վերացվեց միապետությունն ու ստեղծվեց խորհրդարանական հանրապետություն։ Իտալիայի մաս են կազմում նաև միջերկրականում գտնվող Սիցիլիա, Սարդինիա եւ մի քանի մանր կղզիներ։ Եվ վերջում մի քանի ֆուտբոլային նորություններ։ Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կվարի ֆրանսիացի Ստեֆան Լանուայի գլխավորած մրցավարական բրիգադը։ Հոլանդական Այաքսի կիսապաշտպան հայազգի Արաս Օզբիլիսը պատրաստակամություն է հայտնել խաղալ մեր ազգային հավաքականի կազմում, բայց հաջորդ հանդիպմանը։ Այժմ նա դեռ բավարար մարզավիճակում չէ։ Իր հավաքականի մարզավիճակից դժգոհել է նաև Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը։ Նրա խոսքով իր ֆուտբոլիստները լիովին պատրաստ չեն Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը։ Իսկ մեր այսօրվա երեկոյան եթերում կրկին ֆուտբոլ է, ժամը 23-ին կարող եք դիտել Արգենտինա-Նիգերիա ընկերական հանդիպումը։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, Հայլուրը ցույց կտա հետագա թողարկումներում։